Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ժողովուրդ օրաթերթին հայտնի է դարձել, որ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտել է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները։ Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող 210 էջանոց զեկույցը նա չի տրամադրել հանձնաժողովի անդամներին, ինչի հետևանքով նրանք զրկվել են կանոնակարգով ամրագրված հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ազգային ժողովում սկանդալային խոսքերի ու փոխադարձ մեղադրանքների շղթան տեղափոխվել է դատարան։ Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ ԱԺ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի որպես զրպարտչի։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից հրապարակային ներողություն զրպարտության հերքում եւ 9 միլիոն դրամի ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Դատավորը Աննա Շիլաջյանն է։ Հրապարակ թերթը գրում է, ՔՊ-ում քննարկվող թիվ 1 թեման 2026 թվականի նախընտրական ցուցակն է, ով որ հորիզոնականում կհայտնվի, ով դուրս կմնա։ Մեզ պատմեցին, որ տարբեր շրջանակներից փորձում են ջերմ հարաբերություններ հաստատել նորընտիր վարչության հետ, խնդրել, որ իրենց համար բարեխոսեն վերևներին անցողիկ տեղերի համար, սակայն ինչպես ասում են, քաչալը ճար ունենա, իր գլխին կանի։ Վարչության որոշ անդամներ վստահ չեն, որ առաջատար դիրքում են լինելու, ՔՊ-ն դարձել է հիմնարկ, որտեղ ամեն ինչ տնօրենն է որոշում։ Հրապարակ թերթը գրում է, մի քանի օր է մեզ չի հաջողվում երկրորդ նախագահի գրասենյակից պարզաբանում ստանալ Քոչարյանի Մոսկվա այցի մասին։ Մեզ տեղեկություններ են հասել, որ նա վերջերս Մոսկվա է մեկնել, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում ընտրությունների հետ կապված։ Երկրորդ նախագահը մեր տեղեկություններով ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձևն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաև ֆինանսական ծախսեր է ենթադրում։ Կրեմլի պաշտոնյան որևէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին գրեթե հասկացրել է, որ իրենք ձեռքերը լվացել են Հայաստանից։ Հրապարակ թերթը գրում է, Հայկ Սարգսյան Ալեն Սիմոնյան հակամարտության ընթացքում մի ուշագրավ դրվագ բացահայտվեց, որ 2 օր է ծածուկ քննարկում են ԿՊԱ-ականները։ Հայկ Սարգսյանը նախորդին իր ճեպազրույցի ընթացքում հրապարակավ թիմին մեղադրեց իր հասցեին կեղծիք տարածելու մեջ, ասաց, որ համագումարից առաջ լրատվամիջոցներում հայտնված անանուն նամակի առթիվ կուսակցության տարածած հայտարարության մեջ առկա մի պնդում չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ԿՊ վարչությունում վարույթ հարուցելու եւ խիստ նկատողություն տալու վերաբերյալ արված հայտարարության մեջ ասված էր. Հայկ Սարգսյանը նույնպես դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Սակայն նշենք, որ երեկվա դրությամբ ԿՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարությունը չէր խմբագրվել։ Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանի այս հայտարարությունը թիմում բաց են ընդունել ու անհետևանք չեն թողնելու։ Փաստորաթերթը գրում է, Փարաքյար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո Փարաքարի ավականին պետք է ընտրի նոր համայնքապետ, ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին։ Մենք տեղեկություններ ունենք, որ ապրելու երկիր խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու։ Մենք զանգահարեցինք ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, որը հաստատեց մեր տեղեկությունը ու հավելեց. Այո, ապրելու երկիր կուսակցությունը վճռական է տրամադրված, շարունակելու է Վալոդիա Գրիգորյանի աշխատանքները եւ ավականու կողմից առաջադրելու է համայնքի ղեկավարի նոր թեկնածու, որն էլ կարծում ենք կստանա ձայների մեծամասնությունը։ Առաքելյանը սակայն այժմ չցանկացավ այլ փակագծեր բացել եւ հայտնել, թե կոնկրետ ում թեկնածությունն են առաջադրելու։ Փաստորաթերթը գրում է, վաղ շաբաթ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն իր սոցցանցային էջում տեղեկացրել է, որ նախորդին հանդիպում է ունեցել Էջմիածին բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։ Պաշտոնական ձևակերպման մեջ նշվում է, թե իբր քննարկվել են առողջապահական ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Սակայն տեղի բնակիչները նշում են, որ սա նախընտրական տրամաբանության շրջանակներում է։ Վարչապետի ավականու Սակայն տեղի բնակիչները նշում են, որ սա նախընտրական տրամաբանության շրջանակներում է եւ վաղ շաբաթի ավականու ընտրություններից առաջ Մեխակյանը քարոզարշավի նմանվող նմանատիպ հանդիպումներ է ունենում նաեւ կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ, հանդիպում է գործարարների հետ, փորձում ցույց տալ, թե մտահոգված է մարդկանց խնդիրներով։
Մեզ հետ զրույցում մարդիկ ասում էին, թե բոլորն էլ գիտակցում են իրականում սա ոչ թե քաղաքական պատասխանատվություն է, այլ ընտրություններից առաջ քվեավորսություն։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։